Սիրելի եղբայրներ եւ քույրեր, արտահայտվող սված է, թե կյանքը շարունակական բաց դպրոց մնե։ Ամեն օր բան կսովինք, փոլորեն եւ ամեն բան է մարարածներեն մինչև ստեղծագործության տարվերը։ Միշտ մեծ հաճույքով եւ սրտի խոք ունակությամբ կարդացած եմ Հիսուս Քրիստոսյան խոսքը, թե ավելի լավ է տալը, քան առնելը։ Ավելի քան 50 տարիներու եկեղեցականի փորձառության մեջ են, մեր Տիրոջ հայտնած այս ճշմարտության խոքն ու գեղեցկությունը առավել եւս զգացած եմ ամեն անգամ, երբ կյանքի տարբեր բնակավարներեն անցեր, մոտենալով ինձի մեծ հաճույքով գումար վստահած են, որպեսզի բարեսիրական նպատակի համար գործած են։ Անոնք որ նվերը ստացած են, բնականաբար ուրախությամբ ողողված է անոնց կյանքը, սակայն ինչ որ զիս զարմացուցած է այն է, որ լուր եւ անբացատրելի խաղաղ երջանկությունը նկատած եմ նվիրատուներու աչքերու մեջ։ Ուրախությունը, որ կդարձապար կյանքի դարձապար գփխի այն իրողությունեն, որ կնմանին արադափաշ արարիչ մեր երկնավոր հոր։ Երկնքի մեջ շուրած ու արևուն, որ գլուսավոր է մեր յանքը, աղբյուրներուն, որ զուլալ չուր կփխեն, ծառերուն, որ բդուղ կբարգևեն, եւ ծաղիկներուն, որոնք իրենց փույրը կսպրեն։ Միշտ կյանք, փառություն եւ գեղեցկություն փաշխելով առանց որևէ ակնկալության։ Պատճառը, որ այս մասին կխոսիմ, այն է, թե Մայրերդոնին ակտիվ սուպրուսավոր մայեցվող հովիվ եւ հոգապասության կատարած նվիրատվությունը Լիբանանի գավոր ընտանիքներուն, որն անդրադարձած էինք մեր շաբաթօրյա քրոսոդի լրատվին մեջ, խանդավառած է հավատացյալ բարեպաշտուհիմը, որի գարքին շոշափելի նվեր մկատարեց այս բարակային Մայրերդոնին ակտիվ նույն նպատակին համար։ Նվիրատուն համեստիկի մնե, համեստ եկամուտով, սակայն հարուստ սրտով։ Արդարևազնվական արարք մնե ասիկա, որ երկիր երկինքին կմոտեցնե եւ արարածները արարիչին, որ մեկը փոխին բոլոր բարի եւ լադարյալ բարգեւները, ինչպես կսե Հակոբոս Արաքյալը։ Անկեղծ ասած, ինձ մեծ հրճվանք եւ քաչալերան կպատճառի, երբ տեսնեմ թե ինչպես ասկան առաջնորդանի մեր ցերնագած բոլոր զրակիրները, հոգեվոր, մշակութային թե բարեսիրական քննադատի գարժանանան, մոդագա թե հերավոր մեր պատվական ժողովրդի զավակներու կողմէ, որով առավել խանդավառությամբ կշարունակենք մեր առաքելությունը, ի խնդիր մեր համայնքներու հարաճտիմության ու հզորացման եւ իբարս ամենակալ Աստուծո։ Ուստի Մայրերդոնին ակտիվ լիակատար սրտով մեր երախտագիտությունը հայտնենք մեր հայրերուն, հոգևոր հայրերուն, բայց մանավանդ երկնավոր հոր, որ անհատնուն գերբով կսիրե ու կհոգա, կհամբերե ու կներե, բայց նաև կուրախանա, տեսնելով որ իր զավակները կցոլացնեն աստվածային էությունը, սերը։